18 թվի միակն էիք մասնագետներից, որ ասեց իզուր ուշադրություն չեք դարձնում Նիկոլի քայլելու վրա, որտեղ այդ ժամանակ միակը չէ, Վիգենն առաջին ասել, Հակոբյան, հետո ես եմ ասել, այո։ Ես Սավանը հենց էլի ես նարանում, ասեցիք իզուր ուշադրություն չեք դարձնում, որտեղ կան նախադեպեր, ու դա կարող է իրավիճակ չուներ, այն ժամանակ որևէ մեկը չէր հավատում, որ 8-10 հոգով այն ժամանակ Արմեն Սարգսյանի այդպես առաջադրում ընտրությունն էին որոնք քննարկում, դուք ասեցիք իզուր նրան ուշադրություն դարձնում եք, այստեղ չեք դարձնում, հիմա որպես մարդն խոսքերի իրականացել են եւ կանխատեսումներն իրականացել են, գործընկերոջս այդ նույն հարցին, կարող է սա դառնալ ինչ-որ ավարտը, դրա համար պետք է նաեւ այնպիսի իրավիճակ, որ ընդդիմություններ լինի ինչ-որ բան, կամ լինի ընդդիմություն, որ իրավիճակ փոխվի։ Տեսեք, մենք ինչպես եւ թուրքերը, ադրբեջանցիները, արաբները հարավային ժողովուրդ են եւ սիմվոլիկա սիրում են շատ։ Այդ թվում նաեւ քաղաքական գործիչներն են սիրում սիմվոլիկա։ Ես հիշում եմ այդ գարունն էլ շատ տաք էր։ Այս գարունները ոնց որ շատ տաք սկսեր։ Ես տեսեք, չեմ բացառում ոչինչ, հատկապես ես օթիշ չեմ ասում։ Այն ժամանակ էլ կար աշխարհաքաղաքական ուժերի, ինչ-որ դասավորվածություն։ Հիմա կարծեք, թե այդ դասավորվածությունը նմանվում է։ Այսինքն, եթե մի կողմ դնենք ընդդիմության հարցը, որը որ դուք ասիք, մնացած բոլոր պատճառները կան, որպեսզի դա լինի։ Հիմա ինչ վերաբերվում է ընդդիմության, այդ ժամանակ համաձայն եք, որ ինչու չէին հավատում, որտեղ այդ ժամանակ էլ ընդդիմություն չկար։ Նա հիշեք ինչ էր եղել։ Մի տարի առաջ դրանից եղել էր ազգային ժողովի ընտրություններ, որտեղ ընդդիմադիր ուժերից անցել էր միայն ելքը, եթե չեմ շփոթվում, 7%-ով։ 7 պատգամավորներ։ Ելքը։ Ու ոչ ոք չէր հավատում, որ ինչ-որ բան կլինի։ Այո, ես ասեմ, նենց չի, որ ես էլ վստահ եմ, ես հիմա էլ վստահ չեմ ասում, որովհետև այնուամենայնիվ այդտեղ շատ, որ ասում աստղերը պետք է գան ու հատվեն, շատ գործոններ կան, շատ պայմաններ կան, աշխարհաքաղաքական իրավիճակը այս պահին իհարկե իշխանության դեմ է, բայց մենք տեսնում ենք ինչ արագ է ամեն ինչ փոխվում եւ ինչ կլինի օրինակ 15 օր հետո, մի ամիս հետո, էլ չեմ ասում 2-3 ամիս հետո, ոչ ոք չի կարող ասել ինչ կլինի։ Ես այդպես հասկանում եմ, ամենայն դեպս սոցիալական ցանցերից, մեդիայից, որ ընդդիմության առնվազն մի հատվածը պատրաստվում է փողոցային պայքարի այս գարնանը։ Կլինի դա, չի լինի, ես չեմ կարող ասել։ Ես էլ ընդհանրապես կարող եմ հետևություններ անել եւ վերլուծություն անել ընթացքից։ Այս պահին ընթացքը խոսում է նրա մասին, որ կարծեք թե առնվազն մի հատվածը, այդ հիմա, եւ ես չեմ բացառում, որ այսպես կոչվող իրար ուտող ընդդիմությունը նման իրավիճակում կարող է շատ արագ միավորվել։ Դա էլ չեմ բացառում։ Եթե լինեն փողոցային բավականին լուրջ պրոցեսներ սկսվեն։ Բայց չեմ բացառում նաև, որ կարող է սկսվել եւ հանգել շատ արագ հանգել է բաները, դա կախված է, նորից եմ ասում, կախված է լիդերներից, կախված է աշխարհաքաղաքական, միևնույն է, ես շարունակում եմ պնդել, որովհետեւ Հայաստանը հիմա այն վիճակում է, որ առանց աշխարհաքաղաքական ազդակների անհնար է, ինչպես եւ 18 թվականին։ Ես այդ շարունակությունը Փաշինյանի հիմնական խաղաղությունը չէ Ֆրանկֆուրտ վարչակազմային է, որ այստեղ հակառուսականությունը խրախուսվում էր եւ կարծես նա հիմնական այդ գործիքներ արևմուտքի ձեռքին, որ այստեղից պետք է ռուսական գործոն, նպազա եւ այլն դուրս բերվի նաեւ նրա միջոցով։ Հիմա երբ նաեւ փոխնախագահ հայտարարեց, որ Ռուսաստանը պետք է տարածաշրջանում մնա գործոն եւ իրավիճակը փոխվում է եւ նրանք պատրաստվում են այսպես համախոհության, այսինքն այս իշխանության այդ մի դրվագներ, ոնց որ դուրս եկավ եւ հիմա պրոթուրքական ավելի շատ ակնհայտ մոտեցումներ ենք մենք
տեսնում իշխանության կողմից, քան պրոարևմտյան, որը նախկինում մինչև Թրամփի վարչակազմն էր։ Այն ժամանակ էլ էր պրոթուրքական, պարզապես այդպես էին անվանում։ Եվ այս արագ սահմանադրություն եւ այլ խոսակցություններին ակտիվացան, արդյոք այս վտանգը կա, որ շատ արագ կարող են զարգանալ մինչև աշխարհաքաղաքական գործընթաց եւ այլն ձևավորվեն դեպքեր Հայաստանը դեպի Թուրքիայի։ Տեսեք, սահմանադրությունը այնուամենայնիվ ենթադրում է ժամանակ։ Այստեղ ավելի շուտ process-ներ կարող են սկսվել, քան կհասցնեն սահմանադրական հանրաքվե անել մեկ եւ սահմանադրական հանրաքվեն ցանկացած իշխանության օրոք առավել ևս այս իշխանությունը չի ուզենա առանձին անի, որովհետեւ սահմանադրական հանրաքվեն ենթադրում է կոնկրետ մասնակցություն, քանակ մասնակցություն։ Այսինքն այնտեղ եթե չեմ շփոթում 25% պլյուս 1 է, որ պետք է բան լինի, այսինքն դա 600 քանի հազար ձայն է։ Այդքան միայն այո պետք է լինի։ Որպեսզի այդ մասնակցությունը լինի, դուք տեսնում եք ինչ է կատարվում հիմա ընտրություններին։ Իհարկե, եթե թեժանա իրավիճակը, մասնակցությունը միշտ թեժ իրավիճակներում ավելի բարձր է լինում, ավելի դեպրեսիոն, ավելի բան վիճակում իջնում է մասնակցությունը։ Ես կարծում եմ, որ ցանկացած իշխանություն, եթե դուք հիշեք, գրեթե բոլոր սահմանադրական հանրաքվեները անցել են ազգային ժողովի ընտրությունների հետ զուգահեռ եւ 95 թվականին եւ 2015-ին, չէ, 15-ին չէ, 95-ին են անցել, 2015-ին չի եղել ազգային ժողովի ընտրություններ, ամենայն դեպս առանց ազգային ժողովի ընտրությունների, այսինքն առանց համապետական այլ ընտրությունների հետ համատեղելու շատ բարդ կլինի ապահովել եթե սահմանադրության բանը, եթե իհարկե Նիկոլ Փաշինյանը ուզում է անցկացնել այդ սահմանադրությունը, որովհետև ես չեմ բացառում, որ այո նախոսք է տվել Ալիևին եւ Էրդողանին, որովհետև դա նրանց պահանջներն է, բայց չեմ բացառում, որ ուզում է որ չանցնի, որ ասի, դες ամեն ինչ արեցի, բայց չանցավ, ինչ անեմ։ Սա էլ չեմ բացառում։ Ես այնուամենայնիվ ինչ-որ մի փոքր բան թողնում եմ, որ ինչ-որ հայության հատիկ մնացել է այս մարդը